Եկեք այստեղ, Կարինե ջան։ Պարոն Սիմոնյան, ես ուղիղ հարցնում եմ։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Սա, մի կռիվարեք, երեխեք։ Իմ հետ կռիվարեք։ Մի վիճեք լավ։ Հարգելի գործընկերոջս ասում եմ։ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընդդիմադիրներին անվանեց ցամբատ։ Ում էր ասում եւ արդյոք պետք է ներողություն չխնդրի այս հայտարարության համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք է, որովհետև անընդհատ, գիտեք ինչ, այդ աստիճանը դահլիճում դուք չեք զգում ինչա կատարում, տեսախցիկներով, վերևից շատ բան է երևում։ Այդ աստիճանը լարվածության անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ որ դու միտք ես ասում։ Հետո դրանից հետո սկսում են դույով խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են սուտ խոսալ, ակնհայտ սուտ խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են բղավել։ Հետո դրանից հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել։ Այդ լարվածությունը բերում հասցնում է նրան, ինձ ամենաշատ տարվող հարցը գիտեք որն է, որ մարդկանց հետ շփվում եմ, ասում են Ալեն ջան, ո՞նց ես դիմանում, ո՞նց է քո ներվերը դիմանում։ Ասենք դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճան է, ձեզ թվում է տենց եկան, սենց կանգնեցին, ասեց մատորը ռեկ, գնաց ու սկսում են իրար վրա գոռալ։ Դա արդարացում չի բնական է, դա արդարացում չի, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար եւ վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք որ կողքիներով նստած իրար կողք նստած մեկը էս ինչն է արել, մեկը այն ինչով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, գալիս ասում են բռնեք դրանց, այդ գալիս է իսկական վարչապետը ճիշտ էր ասում, այստեղն է հասնում։ Հերթով ինքը, հետո դու։ Եթե իրենք ինչպես դուք եք ասում կոռուպցիոն տարբեր դրվագներով անցնում են կամ նախկինում ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել, դա արդյոք նշանակում է, որ իրենք չպետք է բարձրաձայնեն իշխանության կասկածների, կոռուպցիոն ինչ-որ դրվագների հետ կապված կասկածների մասին, եւ դա արդյոք նշանակում է, որ վարչապետը Եկեք հերթով էլի այդ հարցը Շոկ ջան, ոչ մեկ չի ասում մի բարձրաձայնեք։ Ոչ մեկ դրա մասին չի ասում։ Այն բանը, որ իրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է։ Այն բանը, որ դուք այդ հարցը ինձ այսօր տալիս եք, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է։ 2010 կարեմ վերջացնեմ։ Նրա որ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը այսօր ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Սա ամենաբարձր աստիճանն է ու դա չի կարող ձեր կողմից մեկնաբանվել, որ իրենք պետք է չբարձրաձայնեն։ Երկրորդ ասպեկտը այն, որ դուք ասում եք պետք է չբարձրաձայնվի, վարչապետը դրան պատասխանեց։ Մի բան է հիմա, ասենք բռնենք ձեր, օրինակ չգիտեմ, ձեր կամ մյուսի լրատվամիջոցով մի հատ բան գրենք եւ գնանք այդ մարդկանց վերցնենք, տանենք գցենք պատվալները եւ իրականացնենք բան, այդ տարբերակը բերելու է նոր Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական ռեժիմի, երբ որ մարդկանց ուղղակի տանում գցում են, հա, մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք պատկերացնում, մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք ասել, մենք էլ ենք հայտարարել, որ այդ մարդիկ արել են մեծ քանակով հանցագործություն, դրանք ընտրություն կեղծել է մարդկանց գնդակարելը, մարդ են սպանել, մարտի 1-ին քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գողություններ, պետական գույքը սեփականաշնորհել են, նվիրել են ուրիշ երկրների, ինչ ասես արել են, բայց եթե մենք այդ ամեն ինչը անենք ուղղակի վարչապետը կամ որևիցե այլ պաշտոնյա ասի սրան տարեք գցեք բանտը, մի տարի հետո մենք դառնալու ենք իրանք։ Դրա համար մեր խնդրումը հաճախ ասում ենք, որ իրավապահ մարմինների մասին, դատարանների մասին չենք խոսում։ Հիմա մենք երկու քարի արանք ենք։ Այսինքն դառնալ դեսպոտ եւ բռնապետ, բավարարելով այսօրեական ժողովրդի պահանջը, որ ասում են տարեք դատեք դրանց։ Բառացի ասում են տարեք դատեք դրանց։ Անունները տալով ասում են հերիք եղավ, ասում են տարեք դրանց գցեք բանը։ Խեր անցյալ ընտրությունների մեր Քարոզ Արշավի հաջողված, որտեղ ընտրությունները հաղթեցինք, բանը երկաթե մանդատը։ Խի երկաթե մանդատ, խի այդ չագոճ, ինչի համար, ինչ որտեղից առաջացավ, ինչի, չգիտեմ, գնդակը չէր, չգիտեմ կամ որևիցե այլ բանը չէր, որովհետև ասում են մարդկանց տեղն է հասել։ Ու այդ մարդիկ ինչի ավելի շատ տեղ է հասնում, որովհետև այդ մարդիկ գառների դեմքը բաները հակնում են, դիմակները հակնում են, գայլ լինելով, գալիս են նստում են ստեղ եւ ասում են
Բայց իմացաք, տարան մարդուն 12 ժամ պահեցին, բա սա անելու բան է, բայց իր ձեռը միջև ստեղ արյան մեջ է, իր ջեբ այն փողը, որով իրանք լրատվամիջոցներ են առնում, ոչ մի լրատվամիջոց նկատի չունեմ կոնկրետ, այն փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ, այդ փողերը հոր տնից էին բերել, հերների տնից էին բերել, ես ասում եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել, գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե բա պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ, ժամանակի խնդիր է այն մարդկանց հետևից, ովքեր որ արել են այդ բաները, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք, 2008 թվականին զորք են մտցրել եւ երևանցիներին ու հայաստանցիներին գնդակահարել են, այդ մարդկանց հետևից նաև, լսեք, ես հասկանում եմ, որ բոլոր 7 տարի եք ասում, բոլորը ուզում են հիմա եւ միանգամից, ասում եմ, կա այդ ընտրությունը, դառնալ բռնապետ եւ անել այն, ինչ որ մենք անում ենք երկրի, մենք չենք կարա դա մեզ թույլ տանք, որտեղ մենք ունենք անվտանգային խնդիր։ Այդ որ Եվրոմիության դիտորդները ցող վերջացնեն։ Թող դե այդ ապրես։ Դրա պատճառները շատ են։ Բոլոր ամբողջ կազմով բան են եղել հետքեր վերացնելով։ Շատ եմ մարտի մեկը ասում, որտեղ մասնակցել եմ այդ ամեն ինչին, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց ասում եմ դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ եթալու են բանտ, իրանց արածներ, ես հիմա վերացական եմ ասում, որ մեկին ես իրավունք չունեմ, տեսեք, նորից քաղաքական գործչին տանում եք այն դաշտ, որ ինքը ասի Պողոս Պետրոսյանը գնալու է նստի, ես չեմ կարա տես բան ասեմ, ես դրա իրավունք չունեմ, ես կարամ քաղաքական գնահատական տամ, ես այդ քաղաքական գնահատականը տվել եմ միջև ընտրություններ, ես գնահատականը տվել եմ միջև հեղափոխությունը, դրա համար եմ ես հայտնվել ստեղ, որ մարդիկ ասում են իշխանության պատճառով եմ ես sense բան, այդ ո՞նց ստացվեց, այդ նույն Ռոբերտ Քոչարյանը ելնի, Սերժ Սարգսյանը ելնի, իրանց կողքի մակլավիկները ելնեն, ես իրանց մասին միջև հեղափոխությունը չեմ ասել, բա ասել եմ, որ ես հայտնվել եմ Նիկոլի կողքը եւ հայտնվել եմ այս իշտեղը, ասածս հետեւյալն է, թող մնան իրենց չափի մեջ, կամ այդ ինչ ձե, չէ, թող խոսեն, խոսքը լինում է, դրա պատասխանը լինում է, դուք երեկվա նիստը չեք հետևել, այն հարցը, որը որ վերջինն էր եւ որից հետո տեղի ունեցավ այդ, եւս մի քանի անգամ, տարբեր տեղերից այդ հարցին, վարչապետը պատասխանում է, եւ վարչապետը նույնիսկ իր խոսքի մեջ ասում է դուք նախ սուտ եք ասում, երկրորդը ես ձեզ արդեն պատասխանել եմ, չեք լսում նիստը, եթե գնացեք չեք այդ բանի, ես հիմա բառացի հիմա չեմ հիշում, լսեք, ասում եմ, հետո հասարակ բան, կգամ ստեղ եմ, չեմ գնացել, չէ՞ Ռուզան, չեմ գնացել, դուք էլ չեք գնում, չեք գնում, չէ, հերթ գալու է, մի անհանգստացի, ասում է տանում եք, հարցարակ օրինակ, հեսա նույն հարցազրույցը կտամ, չեպազրույցը կլինի հարցազրույցը, կգամ քո մոտ հատուկ հարցազրույց կտամ, տեսեք, ասում է ճանապարհների, բառացի, ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, դուրս է գալի նախարարը, պատասխանում է, ասում է հարգելիս, այն ճանապարհը, որը որ չի, լավը չի, եւ որը որ վերանորոգվում է, պետությունը դրա համար փող չի տալիս Այսինքն պատրաստիչը սարքում այդ ճանապարհը, գալիս են, պետությունը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզին, նույնը վերաբերում է դպրոցին։ Լսեք, ես իրավաբան, այդ որևիցե, տեսեք, բայց տեսեք, վերջացնեմ, իսկ որտեղից դուք իմացաք Անիֆի մասին։ Ուզում եմ իմանալ, որտեղից իմացաք։ Իսկ որտեղից այդ լրատվամիջոցները իմացան։ Կարա ուզում եք երկիրը, փակ երկրի օրինակ բերեմ, եւ անիֆների եւ մնացածի մասին չիմանա։ Դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք չեմ կարող հիմա շատ բան ասեմ, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել, քչել ենք։ Զավոդ են քչել։ Ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի ասֆալտի զավոդ է ունեցել։
Դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել եւ չի գրել, բայց ո՞նց իմացա, որ դրա մասին կամ ինչ որ մեկը ասում է, որ այդ գործը փակվավ գնաց եւ այդ գործով որևիցե բան չի լինելու, դա մեր խնդրեմն է, այդ խնդրեմը ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին, ոնց որ մնացած թիմի անդամները վերջին բանը գնացին նստեցին այն մարդիկ, ովքեր որ մեր թիմն են ներկայացրել եւ նման բան են արել, կամ մեր թիմը չեն ներկայացել, գնալու են բանդ։ Խեդի մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, ինչ որ մեկի մոտ կասկած կա, որ իրավապահները գործողություն են անում, մենք չենք թողնում, կամ ասում ենք ինչ որտեղ գործողություն եք արել, դրա մասին մի ասեք։ Երեխեք, հասկացեք, իրականությունը ուրիշ է։ Այն հին իրականությունը, որոնք իրանց լեզվան մտածելակերպը եւ միտքը կա, այդ չկա էլ, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Խնդրեմ, մի րոպե, հեսա նեղանալու է, գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում որ գնա։ Պարոն Սիմոնյան, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստելու ես, դա քաղաքական դրամ է, թե իրավապահներին հատուկ ցուցում մեջ։ Երկրորդը դուք ասում եք, հիշեցնում եք մարտի 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալն է, դուք այն դարձրեցիք եւ եք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել։ Դա սխալոս։ Այսինքն ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն պետք է իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակահարել տարբեր տեղից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակարել է ու դա մեր քաղաքական կապիտալ է։ Վերջում է տարել են նստացրել են, ասենք հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ բանը ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմանները ու մենք դա դարձել ենք մեր քաղաքական կապիտալը։ Դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ լրադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան, որ պետք է հիմա կսաղդ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա այս, բա այն, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտը վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այդ այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, սենց բաներ են անում։ Իշխանության ամոթը որն է, հայաթափված Արցախ։ Մեր իշխանության ամոթը այն է, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը այն է, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո ամոթա, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ են խոսում, ասում ենք, ես ինչի մասին եմ խոսում, իրան տարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին այդ է մեր ամոթն է։ Խնդրեմ։ Ասում եք բռնապետ ոչ եք դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երկրի մադիր գործիչ էր, ազգային ժողովում նրա երկիրները ավելի սուր էին։ Հարգելիս, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասելու են։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով
ավելի բարձր լինի նույնիսկ եւ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի են։ Չի կարա դες բանել։ Շատ վատ դեպք կա, Հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը որն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք հասցեատերը ով է։ Լսեք, քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեք վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևորը, որ այդ հետևանքը Հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով Հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու, Այսինքն ԿՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք Հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ես կարծում եմ, որ ինքը պետքա պատասխանատվություն վերցնի իր վրա եւ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական մի խաղեր, հա? Որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեզ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետություն գործում են ինչ որ մարդիկ, ինչ որ խումբ մարդիկ, ինչ որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրենց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ մի հատ բուջուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել, այն որ բերում են նամակներ են տալիս, իբր ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, չի, ասենք այդ ինչ է, 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց, հիմա իրանք տենց լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանաստվեց։ Կոռուպցիայի հետ կապված այսօր հրապարակում կար ճիշտ հերքեք, որ վերջին վարչության